Կեղծ համեմատություն է։ Այսպես է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բնութագրում իր եւ ներկայիս իշխանության Ղարաբաղյան քաղաքականության միջև անցկացվող զուգահեռները։ Լրագրողների հետ զրույցում նա կտրուկ հերքել է պնդումները, թե Նիկոլ Փաշինյանը շարունակում է խաղաղության իր Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը։ Այդ թեզերը ինքը կործանեց Ստեփանակերտում հայտարարելով Արցախը Հայաստանը եւ վերջ։ Կեղծ բան է այս համեմատությունը, ոչ մի կապ չունի։ Իմ Ղարաբաղյան քաղաքականությունը իր քաղաքականությանը բացարձակապես։ Այս հայտարարությունները դարձան վերջին օրերին ծավալված հերակա բանավեճի շարունակությունը, որը սկիզբ էր առել անկախության տոնին հաջորդած օրը Տեր-Պետրոսյանի կողմից վարչապետին դավաճանության մեջ մեղադրելուց հետո։ Դրան էլ հետևել էր Նիկոլ Փաշինյանի հանրային բանավեճի հրավերը։ ՏՊԼ-ին ով եւ ինչ իրավական ակտով էր թույլ տվել Ալմա-Աթայի հռչակագրի ընդունումից եւ վավերացումից հետո Հայաստանի Հանրապետության 18 տարեկան զինվորներին տեղակայել Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս։ Այս հարցին թող պատասխանի եւ մեկ էլ պարզաբանի՝ ի վերջո բանավեճի գալու է թե ոչ։ Իշխող ուժի ներկայացուցիչները պնդում են, որ հենց այս հրավերից խուսափելն է խոսում ընդդիմախոսների դիրքերի թուլության մասին։ Եթե այդքան համոզված են իրանց բոլոր պնդումներում, ինչու են խուսափում հրապարակային բանավեճից ժողովրդի աչքի առաջ։ Սովորաբար նման հրավերներ ուղարկում են ընդդիմությունը իշխանությունները եւ իշխանությունը մերժում է դրանք, եթե ինչ-որ բան ունի թաքցնելու, բայց մենք ունենք հակառակ իրավիճակ, երբ որ մենք ենք խնդրում, պնդում, հրավիրում, համոզում, որ կան բանավեճի, որպեսզի ցույց տանք, թե իրականում ինչ է եղել, ինչպես է եղել։ Բանավեճի հրավերին արձագանքել են Հայ ազգային կոնգրեսի եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունների փոխնախագահներ Լևոն Զուրաբյանը եւ Արմեն Աշոտյանը, երկուսն էլ իրենց առաջարկելով որպես Փաշինյանի ընդդիմախոս։ Նիկոլ, կրկնեմ քո նման համառ աներեսի համար, դու 3 նախագահների կարդացած գրքերի փոշին չարժես, նույնիսկ ինձ չարժես, անգամ բանավեճի ընդդիմախոսության համար դրական արժանինքներ են պետք, ու 10-րդ անգամ կրկնեմ առաջարկս, արի հետս բանավեճի, ուղիղ եթերում, հավասար պայմաններով եւ առանց ոչ նորմատիվ լեքսիկայի, խոստանում եմ։ Առաջին նախագահի անունից հանդես գալու պատրաստակամության բանավեճի հրավերին արձագանքել է Հայ ազգային կոնգրեսում նրա տեղակալ Լևոն Զուրաբյանը։ Իրավիճակը լուրջ է, պարոն նախագահ։ Հիվանդը արդեն շփոթում է հապավումների տառերը, առաջարկում հանրային բանավեճ կալանավայրի խցիկում, զառանցում ինչ-որ խաղաղության գոտու եւ սնուցող մայրերի մասին։ Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանի հետ ձեր բանավեճի մասին երևակայելն անգամ հղի է երկրի ղեկավարի հոգեկան վիճակի քայքայման վտանգով եւ Հայաստանի անվտանգության համար լրջագույն սպառնալիքներով, խնդրում եմ ինձ տալ լիազորություն ձեր անունից մասնակցելու Փաշինյանի հետ բանավեճում։ Խոստանում եմ թերապևտիկ զգալի էֆեկտ։ Լևոն Զուրաբյանը 168-ին ասել է վարչապետի այսպիսի կոշտ արձագանքի պատճառն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հարվածել է իշխանության ամենազգայուն կետին՝ խաղաղության մասին թեզին։ Հարված է հասցվել Փաշինյանի ամենամեծ խաբեությանը, որ իբր ինքը խաղաղություն է բերել Հայաստանին։ Տեր-Պետրոսյանը ոչ միայն այդ խաբեությունն է բացահայտում, ինքը նաև ասում է, որ դու հələ մի հատ էլ այդ չեղած բանի համար, իդեպ որը հետևանքա քո բազմաթիվ ձախողումների եւ պարտված պատերազմների եւ այլն, դու մի հատ էլ հələ երեխտագիտություն ես ուզում սեփական ժողովրդից։ Առաջին նախագահը նաև նշել է բանավեճը դադարեցնելու իր պայմանը հրապարակել Ղարաբաղյան խնդրով բոլոր փաստաթղթերը։ Բանավեճի թեման սակայն շարունակում է մնալ քաղաքական օրակարգում եւ չի բացառվում, որ առաջիկայում հրապարակային քննարկման ձևաչափի շուրջ նոր առաջարկներ հնչեն։ Աննա Հարությունյան, Open Media։